Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ այսօր հրապարակվեց, որ ձերբակալվել է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Ձերբակալվել է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, այս մասին առաջին լուրերը եմին հայտնեցին քննչական կոմիտեից։ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացվելու համար։ Լինելով Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը կարելի է դժվար չի ենթադրել, չնայած որ քննչական կոմիտեն կարծես թե իր տեղեկատվության մեջ բավական sense համեստ է գտնվում կամ ժլատ է գտնվում, կարելի է ենթադրել, որ խոսքը նաև գործը կարող է կապ ունենալ Անդրանիկ Թևանյանի հետ, ով նույնպես լրտեսության համար ձերբակալված է եւ կալանավայրում է, ով հանդիսանում էր Մայր Հայաստան կուսակցության ղեկավարը, առաջնորդը, ով էլ իր հերթին գրանցված էր Ծառուկյանի Նոյան Տապանի մեջ, երկրորդ համարն էր։ Եվ ով էլ իր հերթին Ծառուկյանը հիմա կալանավայրում է։ Հետաքրքիր բաներ են ստացվում, մարդիկ կան, որ հիշում են իրենց հարաբերությունները այս կամ այն անձի հետ, դա բերում են առաջին պլան, ստորադասելով պետության անվտանգությունը, փորձում են արդարացնել իրենց հարաբերությունների զգայունությունը ու իրենց դիրքորոշումը նրա հետ, որ այ Հայաստանում բռնապետություն է, դուք բռնապետություն երևի չեք տեսել կամ երբ որ բռնապետություն է եղել Հայաստանում, դուք եղել եք բռնապետերի սիրելիները, դրա համար չեք զգացել ժողովուրդը ինչա քաշում։ Այլապես անհնար է էլի այսօրվա կյանքա բնորոշել բռնապետություն։ Ոչ, այսօր քաղաքացիների շահերն է պաշտպանվում եւ պետության շահերն է պաշտպանվում, ուզեք դա ու պաշտպանվում է ձեր նմաններից, ձեր նման անսկզբունքային կերպարներից։ Ասենք ես չեմ ցանկանա էլի իսկապես դուք ոնց որ ձեր գործունեությամբ անընդհատ դրթեք, որ ես վերադառնամ Ծառուկյանի թեմային ու որոշ կարմիր գծեր անցնեմ։ Թույլ տվեք այդ կարմիր գծերը չանցնել, ձեր հարաբերությունները պահեք ձեզ, որովհետև պետական շահը ցանկացած հարաբերությունից վեր է, եւ եթե դու այդպես չեք մտածում, ապա ես տխրում եմ ձեր կապակցությամբ, ապա դուք անհայրենիք մարդիկ եք։ Պետական շահ գոյություն ունի օրենք, պետությունը օրենքներով է կառավարվում, գոյություն ունի օրենք, օրենքը ասում է բոլորը հավասար են, սահմանադրությունը նույնպես ասում է բոլորը օրենքի առաջ հավասար են։ Եթե Ծառուկյանը այդ բոլորից մեկը չի, ապա կներեք ես այդտեղ չգիտեմ ինչ պիտի ասեմ։ Եթե այդ բոլորից մեկն է, ապա ոնց որ ցանկացած մեկը, ով որ հանցագործություն անում, ինչ անում, հետո գնում դրա համար դատապարտվում է, չէ՞։ Ինչ իր անունը արյունը կապուտ է, ասենք հիմա Բերթերում 100 տեսակ մարդիկ կան նստած, ամեն մեկը մի բանի համար, շատերը անգամ մեղան չեն որ դա են ու բան են արել էլ արդեն գիտեք ափսոսում են որ դա արել են, երևի երկրորդ շանս եթե լիներ չէին անի, շատերը սպասում են սուս փուս իրանց սռոկը գլորվի գնա դուրս գան վերադառնան կյանք, ասենք ինչի իրանց պարագայում պիտի օրենքը գործեր, հա, բայց Ծառուկյանի պարագայում դուք չգիտեք ինքը ինչեր է արել, ինքը ինչեր է արել։ Ինչեր է արել։ Նա բարեգործություն, էլի սկսեցին բարեգործություններին, ինչ բարեգործություն։ Այսինքն դուք նայեք, ինչքան ստեղ մտքի սնանկություն կա, էլի։ Մտքի սնանկություն։ Իհարկե կլինեն հիմա քաղաքացիներ, ովքեր գուցե այդ բարեգործությունից օգտվել են, բայց ստեղ մտքի սնանկություն կա։ Դրեք մի հատ այդ ձեր անձնական բանը մի կողմ, էլի հլա։ Միասին մտածենք։ Բիզնեսմենը, ով զբաղվում է քաղաքականությամբ, ով ունի սեփական կուսակցությունը, որը ֆինանսավորվում է իր փողերով, փորձում ազդեցություն ունենալ կառավարման վրա երկրի, ինչը օլիգարխիատնն է արդեն, դա արդեն վատ է։ Մեկ էլ ժամանակ առ ժամանակ մի 100 հոգու
2 կիլո բրինձ, մի հատ ձեթ, մի 8 հատ ձու երևի, այսինքն այդ պակետը 5000 դրամը չի կարա անցնի, հա, մի 100 հոգու, որը 500,000 դրամը չի անցնում, տանում բաժանում, հա, դա նկարում են, իր սեփական հեռուստատեսությամբ, մի 100 ժամ դա ցույց են տալիս, ու սա ինքը անում է անշահախնդիր ձևով, ինքը տենց բարեր արա, դուք տեսել եք, թե այդպիսի բարեր ար։ Ոչ դրանով ինքը առնում է տվյալ մարդկանց կամ փորձում առնվազն, օգտվելով մարդկանց ծանր կենցաղային վիճակից փորձում է առնել նրանց։ Որովհետև ինքը ունի կուսակցություն։ Ցանկացած մեկը ով ունի կուսակցություն, ուզում է, որ այդ կուսակցությունը ներգրավված լինի պարլամենտում։ Պարլամենտում ներգրավված կարա լինի քաղաքացիների քվեով։ Քաղաքացիները ինչի համար պիտի ԲՀԿ-ին քվե տան։ Նա ինձ ասեք, չգիտեմ, 3 հատ բան, որ պետքա քվե տալ ԲՀԿ-ին։ Ում պիտի քվե տան։ Նաիրա Զորաբյանին պիտի քվե տան։ Գևորգին պիտի քվե տան, թե Աբովյանին, թե Իվետային։ Եթե անկեղծ լինենք, ԲՀԿ-ում եղել է իսկապես մի հոգի, ում ես հարգել եմ։ Դա եղել է Վահե Էֆիաջյանը։ Անեն վաղուց չկա այդ տղան, չգիտեմ։ Ինչ կա որ այ նա բարերար է։ Ինձ համար գիտեք, ես երբեմն նայում եմ տենց համառոտ կենցաղային բան ռոլիկներ են գնում սոցիալնի, որտեղ որ մեկը մոտենում ասում է սոված եմ, ինձ ուտելու բան կարես պրանկներ են, էլի։ Այս մարդը բարձ երևում է, որ ինքը հարուստ չի։ Ու երևի նես չէ, էլի, որ պատրաստար այդ օրը մեկի համար մի հատ բրդուճ առներ։ Ասում արի տանում է, մի հատ բրդուճ առնում, ասում է վերցրու եղբայր։ Սա բարերար է։ Որովհետև իր մոտի եղածից հատկացրեց, ոչ թե ավելացածից կամ ոչ թե բաներ։ Լավ մետ Աստվածաշունչ կարդացեք, էլի, ձեզ դրել եք, չգիտեմ, եկեղեցու պաշտպանների տեղը։ Մետ Աստվածաշունչ կարդացեք, էլի, այնտեղ նենց հիանալի օրինակ կա։ Երբ որ նոր տաճարի կառուցման համար մի մեծահարուստ մի քսակ ոսկի է տալիս, իսկ մի հատ տատիկ մի քանի արծաթ, ու Քրիստոսը տատիկին ասում է դու անպայման կլինես երկնքի արքայությունում։ Այն հարուստը ասում է, բայց ես նոր մի քսակ ոսկի տվեցի։ Ասում է դու տվեցիր այն ինչ որ ավելացել էր, նա տվեց այն ինչ որ ուներ։ Հիմա եթե դուք այն մակարդակում եք, որ ձեզ ասենք լավ, գիտեք ինչ, անկեղծ ասեմ, Ծառուկյանը մեծ դերասաններից մի անգամ հրավիրել է իր այդ ամառանոցը, մի անգամ կանյաչնի է հրավիրել, զրուցել ենք ամառանոցում, կանյաչնիում հյուրասիրություն է կազմակերպել, բայց ես չեմ համարել, որ այսինչ ու այն ժամանակները, իրանց վախտերը, բայց ես չեմ համարել, վայ ես ինչ բախտեր, ինչ ժպտաց, ինձ տարավ, այ սենց այն ժամանակ Ծառուկյանը, ոյ բան, չէ, եղել են այդպիսի դերասաններ նույնպես աչքից դեմը, ես արդեն ուզում էի դուրս փախնել այդտեղից, որպեսզի չասոցացվեմ այդ ամեն ինչի մեջ, ու ինձ նման էլի մարդիկ կային մտածող, բայց գիտեք, հրավիրել է, որովհետև կներեք, ես արտիստ եմ, դերասան եմ։ Ուրեմն ինքը լավ է զգում իրան իմ միջավայրում, կամ կարծում է լավ կզգա։ Ես պարտական չեմ։ Ասենք եթե որևիցե մեկին հրավիրում եք ձեր տուն, վերջ ինքը ձեզ պարտական է լինում։ Չէ, հայկական բաներ կա, չէ, հաց կիսելու բանի։ Բայց գիտեք, դա պարտավորության մասին չի, պարտավորությունը, այ պարտավորությունների մասին պետության հետ կապված կան ու հստակ արձանագրած գրած, որ ոչ թե մարդը ու կան բարոյական նորմեր, որ երբ որ
44 օրյայից հետո դեռ այսպես ասած վերջին զոհվածի վերջին հուղարկավորվածի 40-ը չլրացած հրավառություն էր կազմակերպել։ Նա չգիտեր այդ ինչ ցավա որ բոլորը ապրում են։ Եվ այսօր պես հիշում եմ Նազեն Հովհաննիսյանը, որ օրը 3 անգամ հանդես էր գալիս ինչ որ եթերներով, բանով, սրտաճմլիկ չգիտես ինչերով, ոնց էր այդ օրը հրավառությունը դիտում երջանիկ դեմքով, որովհետև պետք է երջանիկ դեմքով դիտեր։ Սրանք երեսպաշտություններն են։ Հանցագործություն արել, օրենքը կպարզի, հանցագործա կնստի։ Չէ, խիտենսներին են բաց թողել, անգամ հանցագործներին են շատ ժամանակ բաց թողել, բռը բաց թողել։ Հիմա մարդուն Անդրանիկ Թևանյանին լրտեսության թեմայով ձերբակալել են, կալանավորել են, գործերը դատարանում է, Արեգնազ Մանուկյանին ձերբակալել, քաղաքական բռնաճնշում է։ Այսինքն եթե մարդը, ես ստացվում է իրենց տրամաբանությամբ այսպես, որ ես հիմա կարող եմ կուսակցություն բացել, հնարավորություն ունենալ մտնել ազգային ժողով ու պետական գաղտնիքները աչուձախ վաճառել։ Աչուձախ։ Կարամ անգամ սեղանիկ դնեմ, այն ժամանակ դախլ էին ասում։ Հենց որ գաղտնիքը ինչ արժի։ Որ հենց ինձ ձերբակալել, ասեմ մի րոպե, գժվել եք, այս ինչ քաղաքական հետապնդում է։ Չի կարա լինի, Եվրոպա։ Ինձ ձերբա, բա ես տեղ կուսակցություն բան է, ինձ ձերբակալում են, որովհետև ինձանից վախենում են։ Իմ ազատ գործունեությունն ու խոսքը։ Ընդ որում պետական գաղտնիքը չգիտես, ՀԴՄ կտրոնով է վաճառել, թե չէ։ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն արել։ Սիրելի հայրենակիցներ, կարելի է հավատալ, որ ինքն է գրել, կարելի է չհավատալ, դա թողնում եմ ձեզ։ Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։ Պրոստը մտել եմ խաղի մեջ, այտենց, լավություն եմ արել ժողովրդին։ Պատրաստվել է լավ ծրագրային քարոզ արշավի, պատրաստվել են սենյակում, այո, շեշտերը որտեղ դնել բան, որը տևեց ցավոք ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներից ձերբակալություններ, քրեական գործեր եւ այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների եւ առավել եւս նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։ Սա լավ բան է։ Եթե սա համատարած լիներ, լավ կլիներ, բայց ընտանիքի անդամների թիրախավորում չեմ կարծում եղել է։ Եթե խոսքը փախած որդու մասին է, ով ենթադրաբար թաքնվում է Բելարուսում եւ հետախուզման մեջ է, սա թիրախավորում չի, սա փաստի արձանագրում է։ Փաստի արձանագրում, որ քաղաքական դաշտում գոյություն ունի մեկը, ում որդին հետախուզման մեջ է, հանցագործության համար ենթադրել հանցագործություն կատարում, ով գտնվում է բանում, Բելարուսում։ Եթե հաշվի առնենք, որ այդ մեկը Լուկաշենկոյի լավ աղբերն է, այդ մենք չենք ասում, այդ դուք եք ասել։ Ապա խնդիրներ են առաջանում։ Սա թիրախավորում չի։ Իսկն դուք ձեր արևին մտել եք քաղաքականություն, բայց ոնց որ չեք հասկացել քաղաքականությունը, ինչով ինչպես է պետք մտնել այդտեղ։ Այո, ցանկացած մեկը ունի պահարան, որտեղ ոսկորներ կան։ Ցանկացած մեկը, հարցը դա չի։ Բայց քաղաքական դաշտում պետք է մաքսիմում փորձես այս ամեն ինչը կարգավորած մտնես։ Ընդ որում Լուկաշենկո։ Ես չգիտեմ, մեր լրագրողները ինչի են այս
հանգամանքը այդքան փորձում արժե զրկել։ Հասկանում եք, ասենք ձեզ ծանոթ է, կամ դուք ընդունում եք այդ խոսքը, որ մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է։ Դուք ընդունում եք այդ խոսքը, թե չէ։ Այս հասարակ ճշմարտությունը, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներով կա։ Ընդ որում, դա մեր ԱԱՑ-ն չի արձանագրել, մեր մյուս բաները, մարմինները անվտանգության չեն արձանագրել, որ Լուկաշենկոն Ալիևին օգնել է, կամ դա քաղաքագետները չեն եկել այդ եզրակացության։ Այդ մարդը իր բերանով ասել է դա։ Հասկանում եք, այսքան պարզ դրա, դուք ինչի եք անպայման ուրիշ, բա դրա, երևի դրա համար Ծառուկյանի նիվաներն ու ջիպերը տեղ չհասան կամուֆլյաժ ներկած։ Այն որ բացեց շոու արեց, ես անկեղծ եմ ասում, չգիտեմ, կարող է մարդկակասի հասել է տեղ, բայց որքան ես եմ տեղյակ իմ այս ծանոթությունով, դուք գիտեք, պատերազմից հետո էլ առաջ էլ ընթացքում էլ ինչքան այդ ամեն ինչի պրոցեսների մեջ եմ եղել, ես հələ չեմ ճանաչում մարդ, ով ասի, որ հա ինքը տեսել է Ծառուկյանի ուղարկած նիվեկից մեկը, անկեղծ չեմ ճանաչում։ Եթե կաս դու հարգելի մարդ, հարգելի ընկեր, խնդրում եմ արձագանքիր։ Եվ այդ շոուի ժամանակ ինչ, գուցե Լուկաշենկոն զանգեց իր ընկերոջ ասեց, դե տоварищ Ծառուկյան, ну что за дела, ну Բարախի։ Հա, դրա համար տեղ չհասան։ Դուք եղել եք ուղիղ ընկերական կապի մեջ։ Քո ընկերը Ծառուկյան աջակցել է ռազմական գործողություններից առաջ դեռ զինելու պրոցեսին, քաղաքական, ռազմաքաղաքական անընդհատ աջակցել է Ալիևին ու ինքը համարում է, որ Արցախի ադրբեջանական հարցում ինքը ունի իր ներդրումը ու հպարտանում է դրանով։ Հասկանում ես, պարոն Ծառուկյան։ Վստահաբար կալանավայրում հնարավոր է ժամանակ կա դիտելու։ Քո ընկերը գուցե քո ընկերն է, բայց կներես մեր պետության համար թշնամյան է։ Այս հարցը քեզ երբեք չի ուզել։ Ընդհակառակ դու Քարոզ Արշավին ես, որ ասում ես լավ պատրաստված էինք։ Փորձել ես արդարացնել Լուկաշենկոին։ Ինչի համար եմ հիմա կասեն, բախի ես հիմա խոսում, չնայած ես նախապես եմ շատ խոսել, բայց Քարոզ Արշավի ընթացքում, եթե հիշում եք, մեր հաղորդումը արձակուրդի մեջ էր, չէր կարող եթեր հեռարձակվել, որովհետև այն ինչ որ հիմա եմ ասում, եթե դա այդ ժամանակ ասեի, դա դու գանվելու էինք, կարող է հաղորդումը փակվել։ Վլադիմիր Պուտինը բանի ասած Սամվել Կարապետյանին ինքնից Կավալայով է, ասում Վլադիմիրովիչը Հեյդար Ալիևի դեմը արձանին չոքել էր։ Որովհետև նույն համակարգից են։ Դուք դուրս եք եկել, բա մենք ազգայինական ես ինչեր եք խոսում, ազգային բառի հերն անեցել քաշվել եք գրա, այսօր հայրենասեր բառը շատ, կամ հայրենիք բառը այնքան այլ կերպ է օգտագործվում, անգամ մարդ չգիտի օգտագործի, չօգտագործի, որովհետև ապականել եք այդ բառը։ Հիմա էլ ամեն մեկը Հայաստան դաշինք, մեկը ուժեղ Հայաստան դաշինք, դուք ինչ կապ ունեք Հայաստանի հետ։ Ինչ կապ եք ունեցել կամ ունեք Հայաստանի հետ։
Իհարկե, մտածել են, անունը այնպեսին պիտի լինի, որ բոլորի սենց բաներ են արել։ Հին դպրոց, old school։ Կարճ դադար։ Վերադառնանք։ Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ ԱԺ մտնելու համար։ Բարդ Զարուկյան, քաղաքական բաներում, այո, տենց է, մեկ դու ես հարվածում, մեկ քեզ են հարվածում, բայց քաղաքական պայքարը դա է։ Թե սովոր չէիք։ Սովոր եք, որ Քոչարյանի կամ Սերժի ժամանակների նման պետքա ձեր արածների վրա աչք փակվի, դուք էլ այդպես շատ սովորական ինձևերով, հա։ Չէ, քաղաքական պայքարը այդպեսինն է։ Այնտեղ ռետորական արվեստն է աշխատում, այնտեղ քաղաքական միրգը, խոսույթը, ինչը որ ձեր մոտ կներեք, բայց զարգացած չի։ Ձեր մոտ գուցե այլ բաներ զարգացած են, բայց դա զարգացած չի։ Եվ սա օբյեկտիվ գնահատական է, կուզեք ընդունել։ Այսինքն գիտեք, երբ որ մտնում ես միտեղ պայքարի մեջ, դու ինքդ քո ուժեղ եւ թույլ կողմերը պիտի արձանագրած ունենաս, ու ամեն ասենք ուժեղ կողմերով ինչպես աշխատել եւ թույլ կողմերը ինչպես պաշտպանել, այս ռազմավարությունը նույնպես պիտի ունենաս։ Եթե տարական բաները չեք մտածել, դուք Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանի հետ հանդերձ ուր եք մտնում, ում հույսով։ Բոլորիդ աչքի առաջ, հա, բավարար ձայներ ենք հավաքել ազգային ժողով մտնելու համար, չեք հավաքել։ Ոնց եք հավաքել։ Ոնց եք հավաքել, որ չեք հավաքել։ Հիմա էլ բան են սարքել, ձայները գողացան, ով ա ումից ձայն գողացե։ Դուք եք դիտավորյալ բանի տակ քսեցիք, որովհետև գիտեք, որ այդ երկու տեղներ ԿՊ-ն ավելի շատ ձայն է հավաքել։ 1000 քանի հարյուր ձայն վարի տվեց ԿՊ-ն։ Հենց այդ ձեր ասած տեղերը։ Ով ա ձեր, դուք եք ձայն գողացել, դուք ոնց ձայնագող եղել եք, սաղ կյանքները տենց էլ մնացել եք։ Անկամ որպես ընդդիմություն ամեն ինչ արեցիք, քերեցիք։ Չես հավաքել բավար ձայն, ոնց, որտեղ, ոնց ես հավաքել։ Դու ես որոշում ձայն հավաքել ես թե չէ, թե օրենքն է որոշում ձայն հավաքել ես թե չէ։ Ուղիղ կնային աշկերիդ մեջ սուտը կխոսան։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մարդու լաց է գալիս այն մարդ։ Մեր տասնյակ հազարավոր, այսքան ինչ բանին, մեր բան հարցնեմ, ասենք թե շեմա անցնեիք, ինչ Անդրանիկ Թևանյանը պիտի գար ազգային ժողով, գար որ ինչ աներ, նորից լրտեսեր, բախի էր մանդատը դնում, այսքան ասկզբունքային մարդ, ինչ ազգային ժողովը, այդ ինչ է, երբ ուզեն, չեմ ուզում այդ բառերը օգտագործեմ, երբ ուզեն մտնեն, երբ ուզեն դուրս գան տենց, հա, այդ ինչ է։ Դո դուք ձեր թիմով, քեզ հարցրեցին ասիր վարչապետի մի քանի թեկնածու ունեմ, մինչև վերջի օրը վարչապետի ձեր թեկնածուից տեղյակ չէինք, սկի դուք չէիք հավատում ընտրությունների արդյունքների վրա, մտել եք Լևոնի պես, Լևոն Տեր-Պետրոսյանի, իր կուսակցությունը ներկայացված էր առաջին, նրանք հլը Զուրաբյանին էին ներկայացնում վարչապետի թեկնածու, Միքայել առաջ էին, բայց բանը, հայտարարում էին, որ իրենք տեսնում են Սամվել Կարապետյանին վարչապետ, այսքան ֆորմալնի լրացրել էին այս թուղթը, բայց անում էին այս աշխատանքը։ Հիմա ձերն է, ով էր ձեր վարչապետի թեկնածու, տենց էլ չիմացանք, մինչև այսօր չգիտենք, դու չենք էլ իմանա բնականաբար։ Լավ, ամբողջը չկարդամ ես եթերային ժամանակն էլ ափսոս այսքան միտքը հասկացաք, մի խոսքով ինչ ուզում խոսում են, գժի դարա։ Ուրեմն, ես մի հետաքրքիր բանի եմ ուզում միասին անդրադառնանք։ Տեսեք, այսօր Գևորգ Պապոյանը, էկոնոմիկայի նախարար, ներկայացնում է տվյալներ։
Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ 25 երկիր, բանջարեղեն 8 երկիր։ Հիշում եք ինչքան էին սրանք ծաղրում։ Բայց հեսա ձեզի թողիցում։ Եկեք կարդանք։ Ճիշտ է, Ծիրանի բերքն այս տարի էականորեն քիչ է եղել, դա կլիմայական բաներ հետո կա։ Բայց եթե նախորդ տարի միջինում 200 դրամով է Ծիրանը վաճառվել, այս տարի վաճառվել է 400-ից 600 դրամով։ Սա էլ է գործով, որ կարծում եմ պետք է հաշվի առնել, այս մասին կառավարության հուլիսի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մյուս կողմից փորձն ինչ է ցույց տալիս, որ Ծիրանի բերքատվությունը ցիկլիկ է, այսինքն լինում են գերբերքատվության եւ ցածր բերքատվության տարիներ։ Հիմա մեր խնդիրն այն է, որ մենք ժամանակ ունենք առաջիկա 1 տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ Ծիրանի եւ մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք։ Ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն, եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել եւ հետեւաբար չի կարող դառնալ լծակ մեր պետության ու անվտանգության վրա։ Եվ ընդհանրապես բոլոր տեսեք, մի տարի կա հարգելի ֆերմերներ, պետության կառավարիչը, ով այն ինչ որ դուք անում եք ներկայացնողն ու կազմակերպողն աշխարհի հետ, ասում է պատրաստվեք, որ մի տարի հետո չկանգնեք ասեք, բա մենք չենք պատրաստվել, բա մի ասենք թե որ ասենք թեներով չսկսենք խոսել։ Լավ, սա պատրաստվեք։ Իմիջայլոց ես ձեզ ասեմ, ես հասկանում եմ, որ այդտեղ որոշակի անորոշություններ դուք ունեք։ Եթե կան այնպիսի խնդիրներ, որ կարծում եք չեք ըմբռնում ուր կարելի է դիմել, ինչ կարելի է անել, կամ դիմում եք, բայց ասում են, չգիտեմ ինչ վերաբերմունք են ցույց տալիս ու դուք սենց հայտնվել եք, ինձ դիմեք։ Ես կգամ, լուրջ եմ ասում, հաղորդումից դուրս։ Ես իմ գործունեությամբ հասարակական կազմակերպության կփորձեմ օգտակար լինել, բայց դիվերսիֆիկացվեք։ Իհարկե ես ձեր բիզնեսը առաջ չեմ տանի, բայց եթե կլինեն խնդիրներ, որոնք համարում եք չի լուծվում, ինչ-ինչ արհեստական բաների պատճառով, հանգիստ եղեք։ Եվ ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների եւ ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ եւ սա Հայաստանի ինքնիշխանության անկախության եւ պետականության ամրապնդման ճանապարհն է, ասած նա։ Դե էկոնոմիկայի նախարարն էլ ասել են ինչ որ ասել էր։ Ինչն է ստեղ ամենահետաքրքիրը։ Դե բացի այն որ կարելի է անդրադառնալ, դե բա ասում եք որ չի լինի ուրիշ երկրները չեն վերցնի եւ այլն, պարզվում է 15 երկիր մենակ արդեն միրգն է ընդունում, 25 երկիր ծաղիկը, բանջարեղենը 8 երկիր, կարելի է այստեղ այլ ուղղությամբ ծավալել իր խոսությունը, բայց չէ։ Այս մինուտն էլ կարդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները եւ ցորենի արտադրության խթանման հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ են ներկայացրել ցորենի արտադրության եւ ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների, վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի եւ պայեստավորման գնահատմանը, վերլուծության արդյունքների եւ արձանագրված խնդիրների ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով։ Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին եւ նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը։ Ընդգծվել է նաեւ ցորենի ինտենսիվ մշակութային ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը։ Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ եւ ներկայացնել քննարկման։
Սա նշանակում է, որ ամենաառաջին պարենային մթերքի հարցը լուծելու խնդիր է դրված, որ անգամ սրանով ենք մենք կախվածության մեջ եղել եւ 90-ականներին այն ինչ որ եկավ մեր գլխին, սրա պատճառով էր ժողովուրդ ջան։ Ու մենք այս տասնամյակների ընթացքում չենք ցանկացել այդ խնդրին լուծում տալ։ Հիմա այս երկու հարցը տեսակ, այսինքն տեսնում ենք աշխատանքներ դիվերսիֆիկացման շուկայում, մի կողմից կախվածությունը փոխելով ու դարձնելով մեր պետությունը ավելի անկախ տարբեր շուկաների հետ աշխատելով, մի կողմից տեսնում ենք ծորենի մասով կա կոնկրետ ռազմավարական մոտեցում, առհասարակ գոնե առնվազն պահանջ, եւ մյուս կողմից հանգարց ինչ ենք տեսնում։ Ընդդիմադիր ուժերը դիմելու են Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն։ Սա գիտեք ով է ասել։ Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն։ Մենք բոլոր ընդդիմադիր ուժերով միասին ենք դիմելու, հենց առաջին հավաքը կլինի մենք այդ քայլին կգնանք, ասաց նա։ Նրա խոսքով իշխանությունը դժվար թե կարողանա նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Ուստի այդ է պատճառը, որ ընդդիմությունն է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը։ Լավն է, չէ՞։ Սկզբում ասես փագեք, որ մենք ստեղ տեսնենք ինչ եք անում, հետո ասես լավ, բացեք ու դու դառնաս հերոս։ Շատ հեշտ են հիմա հերոս դառնում։ Իսկ տղեր կային, որ իրենց ամբողջ կյանքը զոհեցին։ Պատկերացնում եք։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում ընտրությունների վրա ազդելու համար փակում է տնտեսական ճնշումների է գնում։ Ծիրանը դեռ չեղած, ծիրանը հələ չի եղել։ Ծառի վրա է, հələ ցոգոլ է։ Դեռ չի եղել։ Հələ մենք էլ ծիրան չենք կերել Հայաստանում նստա։ Այդ այգուտերը հələ ծիրան չի կերել։ Ռուսաստանի Դաշնությունը գտնում է ինչ որ խախտում, չգիտեմ որտեղ, որ ծիրանը խնդիր ունի հայկական ծիրանը խնդիր ունի ու արգելափակում է դնում ներմուծման վրա, հեռար, էլի վիրտուալ։ Ու ասում չէ, դա բան չի, տնտեսական բռնաճնշում չի, տնտեսական լծակ չի, որը կիրառում ենք Հայաստանի ընտրությունների վրա ազդելու դեմ։ Իսկապես մենք գտել ենք, ախպեր, ծիրանը, հələ ծառի վրա, այգուտերը, դու ինչն ես ստուգել, ինչը, ծիրան էլ չի ասել, դա այդ ժամանակ, ու պատկերացնում եք, երբ էր, ապրիլ ամիսներ, այսքան բոլորս գումարած սրան, իրանց նախագահով, բանով, ասում են ուղիղ բառացի, որ մեր ներկայացուցիչները այդտեղ քարոզարշավի մեջ են, եթե կարակ, էլ ասում է չէ ախպեր, մի քիչ ուրիշ ձև է պատասխանում։ Բլոկադրվում բոլոր տեսակ բաների վրա գրեթե, դա ծաղիկից սկսած, որպեսզի ազդեն։ Այստեղ սրանք այդ թեման լավ բռնում են, ասացա, որ հեսա մենք բռնաճնշում ենք անել, դուք այդ թեման բռնեք, արդեն ուռացրեք, փորձեք ժողովրդի վերաբերմունքի վրա ազդել։ Ու սկսում են տեսեք, Փաշինյանը չի կարողանում, այ ծաղիկ արտադրողը արտասվում է, կոտրում են իր ծաղիկները, այն էլ ընդեղից, բայց ինչ եմ անում, թողնում եմ, թափում եմ գնամ արտասահման, սենց ազդող նյութեր տարածում են, մի 6000 տալիք, ամեն ինչը, վայ, բա մեր ծիրանը հիմա փչանալ, այ սա եք ուզում, այ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում է ինչերի մի խոսքով մի հատ ողջ համազգային բոլոր ոչ մեկ չի մեղադրում Ռուսաստանին։ Ով, հələ ծիրան չտեսած ասել է բջայր։ Ոչ մեկ։ Մենակ Հայաստանն է մեղավոր, այդ ամեն ինչում։ Հա։ Ու սրանք այդտեղ, բա հիմա կգանք ու դուք տեսեք ոնց են հարաբերությունները վերականգնում եւ այլն։ Դե իհարկե չեն գալիս։ Մեկ էլ Փաշինյանը ժամանակագրությունն եմ ասում։
մի երկու օր առաջ վերակենում գնում է Ռուսաստան, նո վստահաբար մի շուստին ասել Անգեր ջան, բացեք չէ, մեծ հաշվով մենք չենք տուժում, դուք եք տուժում։ Գոնե մեր ֆուրերի տեսքով ավտոներ կգնան կգան, ձեր այդ տրասները լրիվ դատարկ չեն լինի, էլի տեղից բենզին էլ չունեք։ Հավանաբար նրանք էլ որոշել են վերանայեն այդ հարցը, քիչ-քիչ բացեն, ու սրանց տեղեկացրել են, ասել են գիտեք մի հատ բան կա, որ ոնց որ թե ամեն դեպքում տենց ոչ չենք պայելու, պիտի բացենք։ Սրանք էլ ասում են ախպեր, դե եկեք դուք մի բացեք։ Հələ մենք մի հատ հայտարարություն անենք, որ իբր մենք ենք դիմում ու դուք մեզ հարգելով բացում եք։ Հասկանում եք հեքիաթը որտեղ է։ Ու վերակենում մեր ժողովրդին դնելով լոխի տեղ սենց արտահայտություն է անում, թե բա մենք հեսա միասնական ճակատով ընդդիմադիրներով նայեք, բացեք, չէ, 2 ամիս առաջ միասնական ճակատով, երբ որ փագեցին, դուրս գայք ասեք, լսեք, մենք ձեր ներկայացուցիչներն ենք ստեղ, մենք զուգարկել եք գազտրոլների, դուք ժողովրդին նեղում եք, դուք չեք հասկանում, որ դրանով, դա, ասենք Հայաստանի ժողովուրդը ապուշ չի, որ այդ ազդեցության տակ ընկնի, խելացի է հասկանում ու գնահատում է այդ ամեն ինչը, մի արեք, ընդհակառակ բացեք, մենք էլ ասենք տեսեք, մենակ Ռուսաստան է գնում, ու մենք կարանք ձեր հետ ավելի լավ աշխատենք, բայց չեք, ես ասում եմ, սրանք աշխարհի Պուտինի նման հակառուս չկա, անկեղծ բան եմ ասում, սրանք բոլորն են հակառուս։ Իմիջիալոց մի հատ բան են, շատ ուժեղ էր, Ղազախստանում խոսքը ոնց ձևակերպեց, ասում է բանը, ամենայն փառահեղ, եթե սուտը ներկայացնում ես փառահեղ ձևով, անհնարը չհավատալ դրան, ու միտքը մոտավորապես այսպեսինն է, ու այդ մեջբերումն է անում ու սենց նայում, իմիջիալոց ես ձեզ ասեմ, որ այդ խոսքը Հիտլերին է ինքը մեջբերում, հետաքրքիր չէ, ֆաշիստների թեմա են ընդեղ գցում իրար վրա, ռուս-ուկրաինական բաներում, բայց Պուտինը նստած Ղազախստանում Հիտլերին է մեջբերում, բայց ինքը մոռացել էր, որ դա Հիտլերի խոսքն է, ու ասում է, որ դա ասել է Գեբելսը։ Չկասես բանը։ Հիմա այս շուստրիներով սես բան են որոշել, որ հեսա բացում ենք, գնանք էլի մարդկանց խապենք, համոզենք, դե իրանց էլեկտորատին համոզելու բան էլ չկա, այնտեղ արդեն անջատած վիճակ է, ինչ էլ ասես, մեկա չի ստացվելու, էլի տենց է գնալու։ Ազգի մեր փրկիչներն են, սկզբում ստեղծենք խնդիրը, հետո լուծենք այդ բանալին վերցնենք մեր ձեռքը, հետո լուծենք այդ խնդիրը ու դառնանք հերոս։ Իմիջիալոց Ռուսաստանը մեզ հետ միշտ է այդպես վարվել, իր ներկայացուցիչ հայազգիներն էլ նույնպես այդպես են վարվում, որովհետև այդ նույն դպրոցն է KGB-ի, դեռ KGB-ի։ Հիմա դուք եկել եք, մեկը լրտես, մյուսը FSB-ի ինֆորմացիոն ցենտրի ներկայացուցիչ, ախր փաստաթղթերը հրապարակվել է։ Մարդիկ էլ ասում են, հիմա ում տեսնում եք լրտեսեք, ասում ով Նիկոլին դեմ է, ոչ։ Ես ձեզ ասեմ, երբ որ օրինակ գերմանական պատը քանդվեց, միայն այս կողմի Գերմանիայից 300,000 լրտեսների անուններ լյուստրացվեցին։ 300,000, դու գիտեք դա ինչ տիվ է։ Բա Հայաստանն ինչ է մի 10-15,000 հոգի չունենան։ Բա այդ ոնց է լինում, այս միջակայությունները դառնում են, չգիտեմ ինչեր, դες քաղաքական, իսկ իսկական մտավորականները արտագաղթել են աշխարհի տարբեր երկրներ։ Մեր մտավորականները ասելով է ստեղծագործողներ, ինչ եմ ասում, գիտնականների, մյուսի։ Բա այդ ոնց է տենց լինում։ Որովհետև առնվազն 10-15-20,000 լրտես Հայաստանում նստած է։ Ազդեցության մարդիկ կան անգամ, որ իրանք չգիտեն, որ իրանք այդ ազդեցության տակ են գործում։ Իսկապես, իրանք արդեն նրանց
դա բանն են, էլի, գործիքներն են, հասկանում եք։ Իրենց համոզմունքների մեջ այնպիսին փոփոխություններ են ներդրել, որ այս մարդիկ երբ որ խոսում են, իրենք գիտեն, թե դա իրենց կարծիքն ու ցանկությունն է, բայց իրականում այդ ազդեցության տակ են իրանք աշխատում։ Այդպես կամիկաձեներ են անգամ, կամիկաձեներ են անգամ սարքում terroristներ, բան, այդպես են սարքում, որ մարդը իմանա, որ դա իր համոզմունքն է։ Ու ինքը ամեն գնով պիտի գնա դրան։ Դու գիտեք ինչ կամիկաձեն աշխատավարձա ստանում։ Ոչ։ Այսպեսի բաներ։ Եկեք լավ, այսքանով եզրափակենք այսօրվա հաղորդումը, կհանդիպենք վաղը, ցտեսություն։